Հրաչյա Հակոբյանն է։ Հանրության ավելի հայտնի է որպես աներձակ հրաչ, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի աներձակն էր, երբ որ նրանք համարում էին իբր ամուսնացած են, իսկ այս ամուսնալուծության այս խառը պատմություններից հետո հրաչը այլևս չի կարող կրել ըստ էության աներձակի տիտղոսը, այսինքն աներ բառը արանքից դուրս է գալի, դառնում է սովորական ձակ։ Բայց նրա ամբողջ քաղաքական կարիերան կապված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու եւ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետ։ Մինչեւ այդ նա երրորդական սորտի դերասան էր, այսինքն ֆիլմերի էպիզոդների երրորդական դերերի, ոչ հիմնական դերերի դերասան, ասենք օրինակ ֆիլմերից մեկում նա խաղացել է ադրբեջանցի զինվորի դեր։ Շուխորոշատ հրաչ։ Գնում ենք։ Եվ ահա 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո նա ընտրվել է падգամավոր, նաև 2021 թվականին, պարզ է, չէ, միակ հանգամանքը այդ պահին աներձակ լինելու հանգամանքն է։ Եվ հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշակի ընտանեկան խնդիրներ ունի, աներձակը այլևս չի առաջադրվել որպես падգամավորի թեկնածու, որովհետև նա զրկվել է աներձակի կարգավիճակից, իսկ սովորական ձակերին ցուցակում տեղ չի հատկացվել։